նախորդ տարվա նկատմամբ 30%-ով ավել, 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք։ Այսինքն այս տարի արդեն 100, մոտավորապես 60,000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել։ Այդ մարդիկ բիբարել են առնում, վարդել են առնում, կոնյակ են, հացել են ուտում, ջուրել են խմում եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես ինչքան հասկանում եմ, զբոսաշրջության աճի տեմպը մեծանում է, այդ թվում ինչի պատճառով, որ մենք սուբսիդավորում ենք մի շարք ավիաընկերությունների նոր ուղղությունները սուբսիդավորում ենք, որ շատ մարդ բերի։ Այդ թվում այդ նկատառումով, որովհետև 2022 թվականին էլ օրինակ Ծիրանի արտանման հետ կապված պրոբլեմ ունեցանք, բայց պրոբլեմ չունեցանք։ Ինչի՞, որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրներում պետք է այդ բան անեին, ուրիշ երկրների սուպերմարկետներում առնեին ուտեին, 50,000, 60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան Հայաստանում առան։ Էլ չեմ ասում, որ մարդիկ շատ են բողոքում գների աճից։ Հիմա այս իրավիճակը հույս ունեմ մի քիչ կօգնի, որ Միրգ Բանջարեղենի եւ այլնի գները մի քիչ Հայաստանի Հանրապետությունում ընկնեն, բայց այնց որ արտահանողները իհարկե չտուժեն եւ մենք իրանց անպայման կաջակցենք։ Բայց նաեւ այս պատմությունները ամեն ինչը հետեւյալի մասին է, ժողովուրդ ջան, եւ ամենակարևոր թեման, որը ես ձեզ հետ ուզում եմ կիսեմ, հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների հիմնական հարցը էտա եւ այն ինչ որ տեղի ունենում, ասենք օրինակ ենթադրենք մի ավտոմեքենա բիբար հետ եկավ։ Ինչի համար է, որ մարդ ասի, վայ ես բիբարի հետ կապված պրոբլեմ կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ։ Ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ։ Հա? Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք։ Էսա պատճառը, որ մենք բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք։ Դերշակմա կյանքը լավանում է մեծ տեմպերով, չէ։ Բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք 2026 թվականի հունիսի 7-ին, իմիջիայլոց ասեմ, հետևյալն էլ ասեմ, 2025 թիվը առաջին օրացուցային տարին է, որ Հայաստանը արտագաղթը կանգնել է, ներգաղթ սկսել։ Այդ թվում գիտեք ինչի պատճառով, խաղաղությունը այո, հիմա այսօր օրինակ մարզպետի հետ քննարկում ենք սուբվենցիոն ծրագրերը, համայնքի մասով նախորդ 8 տարիներին մենք 20 միլիարդ դրամ, մոտապես 20 քանի միլիարդ դրամի համայնքի ֆինանսավորում մենակ, ընդհանուր 40 քանիսա, համայնքի մասով 20 համայնքների մասով 20 քանի միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել։ Այս տարի արդեն Գեղարքունիքի մարզի համայնքները իրանք 2026-ի համար 20 միլիարդ դրամի ծրագիր են, 20-ից ավել, չէ։ Այսինքն 25 միլիարդ, որից 20-ը կհաստատվի։ Այս ինչ է նշանակում, ժողովուրդ ջան։ Այս նշանակում նոր աշխատատեղեր, որովհետև մենք 300 դպրոց 500 մանկապարտեզը կառուցեցինք, հիմա հաջորդ 300 դպրոց 500 մանկապարտեզն ենք կառուցելու։